Բարյո, եթերում մարդիկ հաղորդաշարն այսօր կխոսենք մանկական տարիքում հանդիպող սննդային թունավորման մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Լիա Անդրեասյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Հատկապես ամռան է, երեխաների մոտ շատ է հանդիպում սննդային թունավորում, որոնք են պատճառները։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, ինչպես նշեցիք, ամռանը շատ ավելի հաճախ ենք տեսնում սննդային թունավորումները մանկական պրակտիկայում հաճախ հանդիպող իրավիճակներ են։ Սովորաբար սննդային թունավորումները առաջանում են աղտոտված սնունդ կամ ջուր ընդունելու հետևանքով երեխաների կողմից։ Աղտոտման պատճառ կարող են լինել վիրուսները, բակտերիաները, հազվադեպ դեպքերում մակաբույծները կամ ոչ թե հենց բակտերիաները, այլ իրենց կողմից արտադրված տոքսինները։ Օրինակ վիրուսային պատճառներից հաճախ երեխաների մոտ հատկապես ամռան սեզոնին կարող ենք տեսնել նորովիրուսները, բակտերիալ պատճառներից սալմոնելոզը, դիզենտերիան, էշերիխիոզը, կամպիլոբակտերը եւ ինչպես արդեն ասի, որոշ դեպքերում պատճառը ոչ թե բուն բակտերիան է, այլ բակտերիայի կողմից արտադրած թունավոր նյութերը, օրինակ ստաֆիլոկոկային ինֆեկցիաների դեպքում։ Առավել շատ սննդային թունավորման դեպքեր են հանդիպում, թե այլ պատճառներ կան։ Կան նաև այլ պատճառներ փորլուծությունների ու բոլոր դեպքերում չի, որ փորլուծությունը միայն սննդային թունավորման հետևանք է։ Որոշ դեպքերում այդ վարակները կարող են անցնել մարդու հետ շփման ընթացքում։ Առավել շատ դեպքերը ինչի հետ են կապված, երեխաները ջուրը վատ ջուր են խմում, հա, ինչ որ թե հողի հետ են շփվում, թե վատ սնունդ են օգտագործում։ Գոյություն ունեն այսպես կոչված սխալ պատկերացումներ կամ միֆեր սննդային թունավորումների հետ կապված։ Շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ սննդային թունավորում կարող է առաջանալ միայն դրսում պատրաստված սննդից, բայց որոշ դեպքերում այդ թունավորումը կարող է առաջանալ նաև տանը պատրաստված, ճիշտ պատրաստված, գրագետ պատրաստված սննդի հետևանքով, եթե սխալ լինեն պահպանման պայմանները կամ սխալ լինի սննդի մշակումը, մաքրումը, հա։ Առավել հաճախ սննդային թունավորումների հետ կապված սննդամթերքներն են, ոչ շատ լավ եփված մսամթերքը, կիսահում ձուն, թռչնամիսը, չպաստերիզացված կատնամթերքը, սերուցքային կամ կատնային հիմքով աղանդերը, հում ձկնամթերքը, ինչպես արդեն ասեցի, մինչև 1 տարեկան երեխաների դեպքում մեղրը։ Քանի որ մեղրից խոսեցիք, օրինակ փոքր երեխաներին հենց այն նշած տարիքի մեղր են տալիս, չէ՞, թեկուզ կաթեցնում են բերանի մեջ, սա կարող է վտանգներ պարունակել։ Այո, դա կարող է խիստ վտանգավոր լինել, մինչև 1 տարեկան երեխաների դեպքում մեղրի կիրառումը կարող է հանգեցնել բոտուլիզմի զարգացման, այդ իսկ պատճառով բոլոր միջազգային ուղեցույցներով արգելված է մինչև 1 տարեկան երեխաներին մեղրի ընդունումը։ Սննդային թունավորման պատճառ կարող են լինել նաև մայոնեզով աղցանները։ Հիմնականում ինչ դեպքերի է ականատես լինում սննդային թունավորումները, ինչի հետևանքով են։ Ամառվա սեզոնին հիմնական պատճառներից մեկը կարող է լինել սննդի ոչ ճիշտ պահումը, այսպես ասած, հա, այսինքն նույնիսկ լավ պատրաստված սնունդը, եթե պահման պայմանները ճիշտ չկիրառվեն, կարող է դառնալ վտանգավոր երեխաների եւ մեծահասակների համար, պետք է ուշադրություն դարձնել, որ սննդամթերքը չպետք է դրսում մնա +4 աստիճանից բարձր ջերմաստիճանում 2 ժամից ավել, իսկ դրսում +30-ից ավել ջերմաստիճանի պարագայում ոչ ավել քան 1 ժամ։ Այդ ժամանակահատվածը անցնելուց հետո արդեն սննդում նշածս միկրոբներ կարող են արտադրել տոքսիններ, որն էլ հանգեցնի սննդային թունավորման։ Այլ այսպես կոչված սխալներից է, երբ որոշ դեպքերում մարդկանց թվում է, որ միշտ թունավորում հանգեցնող սնունդը պետք է ունենա վատ հոտ կամ համ, բայց դա միֆերի շարքից է։ Սննդային թունավորման պատճառ կարող է լինել նաև նորմալ տեսք եւ նորմալ հոտ ունեցող սնունդը, այսինքն սննդի օրգանոլեպտիկ հատկությունները կարող են չփոխվել կամ որոշ դեպքերում թվում է, որ եթե փսխում չկա, ապա սննդային թունավորման հետ գործ չունենք, կամ օրինակ եթե փորլուծություն չկա սննդային թունավորման հետ գործ չունենք, այդ բոլորը տարբերակներ, ինչպես կարող են ընթանալ այդ վարակները։ Հաճախ շփոթում են սննդային թունավորումն ու աղիքային վարակը, բայց ինչպես տարբերել։ Սննդային թունավորումներն էլ են աղիքային վարակների տեսակներ, այսպես ասած։ Աղիքային ինֆեկցիաները կարող են փոխանցվել ոչ միայն սննդի միջոցով, այլ նաև այլ ճանապարհներով, մարդու կոնտակտի, երբեմն օդակաթիլային ճանապարհով։ Այսինքն դրանց ախտանշանները նույնն են։ Կարող են լինել նույնը եւ համընկնել, այո։
Հիմնական ախտանշանները այդ փսխումներն են, փորլուծությունը, արտահայտված թուլությունը, որովայնացավերը եւ որպես բարդություն ջրազրկումը։ Որպես հրատապ օգնություն, ծնողը ինչպես կարող է երեխային օգնել նախքան շտապօգնության ժամանումը սննդային թունավորման դեպքում։ Հաճախ ծնողներին թվում է, որ անմիջապես պետք է կանգնեցնել լուծը, հա, սակայն պետք է իմանալ, որ լուծը կանգնեցնող դեղերը կիրառելի չեն երեխաների շրջանում ու պետք չէ որևէ դեղ կիրառել անմիջապես լուծը կանգնեցնելու համար։ Անվտանգ եւ ապահով օգնություն կարող է հանդիսանալ ջրազրկման կանխարգելումը, նախքան բժշկին դիմելը կամ մոտակա հիվանդանոց հասնելը։ Դա առաջարկում է իրականացնել բերանացի ռեհիդրատացիոն լուծույթներով, որոնք ենցից ներկայացնում են աղային լուծույթներ։ Սովորաբար սննդային թունավորումները սկսվում են փսխումներով ու մեկ այլ սխալ մոտեցում է, երբ մտածում են, որ փսխումների դեպքում առհասարակ պետք չի ոչինչ հեղուկ առաջարկել երեխային, հեղուկներ պետք է առաջարկել, սակայն ոչ անմիջապես փսխման դրվագից հետո, որովհետև դա կարող է հանգեցնել կրկնակի փսխման։ Պետք է սպասել 20-30 րոպե հետո փորձել առաջարկել հեղուկը, հա, փոքր կումերով, հաճախակի, առաջին ընտրության հեղուկները իհարկե բերանացի նշածս ռեհիդրատացիոն լուծույթներն են, սակայն անհասանելիության դեպքում դա կարող է լինել սովորական ջուրը։ Իսկ ծնողները ինչ սխալներ են թույլ տալիս առաջին օգնություն ցուցաբերելիս։ Դադարեցնելը լուծը, հակաբիոտիկներ կիրառելը, վարակների մեծ մասը, որոնք որ առաջացնում են սննդային թունավորումներ, իրենք ինքնասահմանափակվող են։ Դեպքերի միայն քիչ տոկոսում է, որ հայտնաբերվում է ինֆեկցիա, որը պետք է բուժել հակաբիոտիկով, ուստի այդ հակաբիոտիկների նշանակումը պետք է լինի միայն բժշկի կողմից եւ հիմնավորված։ Մյուս սխալը, ինչպես արդեն ասացի, դադարեցնելն է առհասարակ հեղուկներ տալը։ Սխալ մոտեցում է համարվում նաև երբեմն մտածելը, որ անհակ ծարավի զգացողությունը լավ նշան է, որովհետև դա կարող է վկայել ծանր ջրազրկման մասին եւ ոչ թե հակառակը։ Մեծ քանակի ջուր պահանջելը երեխայի կողմից։ Բայց գլխավոր ախտանշանները որոնք են, որոնք երբեմն ծնողների կողմից անուշադրության են մատնվում։ Դա ինչպես ասի, սկսում է փսխումներով, կարող է միանալ փորլուծություն, կարող է չմիանալ, երբեմն կարող է գցվել ջերմության բարձրացումով կամ կարող է չլինել։ Այս բոլոր նշանները կարող է լինել բոլորը միասին կամ առանձին։ Հիմնական բարդությունը, որ ունենում ենք, դա ջրազրկումն է եւ նշանները, որոնց այսպես կոչված կարմիր դրոշակները, որոնց պետք է ուշադրություն դարձնեն ծնողները, դա արտահայտված մտահոգիչ թուլությունն է, մեզի քանակի քչացումն է, արյունային լուծը, երբ պետք է անմիջապես դիմել բժշկի, երեխայի խիստ արտահայտված թույլ լինելը։ Դա այն հիմնական նշաններն են, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել։ Եվ իհարկե նաև երեխայի տարիքից կախյալ ռիսկի ավելի բարձր խմբում են գտնվում մինչև 1 տարեկան երեխաները, առավել եւս մինչև 3 ամսեկան երեխաները։ Դա կապված է այս տարիքի երեխաների ավելի փոքր քաշ ունենալու հետ։ Այդ տարիքի երեխաները նույնիսկ 1-2 մեծ ծավալով փսխումը կամ ջրի կանքը կարող է հանգեցնել արտահայտված ջրազրկման։ Ռիսկի խմբում են նաև իմուն համակարգի խնդիր ունեցող երեխաները, ոչ հասուն ծնված երեխաները, ցածր քաշ ունեցող երեխաները, բազային թերսնուցում ունեցող երեխաները։ Սննդային թունավորումը միանգամից արտահայտվում է, թե կարող է դա տևել օրեր, ժամեր եւ շաբաթներ։ Ոչ, ինչպես բոլոր ինֆեկցիաները ունենում են գաղտնի շրջան, հա, ինֆեկցիայի տեսակից կախված, վարակի տեսակից կախված, այդ գաղտնի շրջանը շատ տարբեր կարող է լինել, ժամերից սկսած մինչև օրեր կարող է լինել։ Սովորաբար սննդային թունավորումներին ավելի կարճ գաղտնի շրջան է բնորոշ ու սիմպտոմները կարող են սկսվել սննդի ընդունումից ընդհանուր մինչև 2 ժամ հետո։ Հատկապես որ սննդին պետք է ուշադրություն դարձնել։ Ամռան սեզոնին պետք է ուշադրություն դարձնել ավելի շատ սննդի պահման պայմաններին, հա, ու սննդամթերքներից վարակի փոխանցման մեծ ռիսկի խմբում են չպաստերիզացված կատնամթերքը, ոչ լավ եփված ձուն, մսամթերքը, թռչնամիսը, կատնային կամ սերուցքային հիմքով աղանդերը, ձկնամթերքը, որոշ դեպքերում հիմնական սննդամթերքները, որոնք ոչ շատ լավ լվացված բանջարեղենները կամ մրգերը։ Բայց երբեմն ասում են, որ թերխաշ ձուն լավ է։ Ոչ, ինքը կարող է պետք է լինի բավարար եփված երեխային առաջարկվող ձուն, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնել այդ սառնաանուն պահման պայմաններին, եփած եւ հում մթերքը պետք է պահվեն առանձին, հա, քանի որ այդ հում մթերքը իր բակտերիաներով կարող է պատճառ հանդիսանալ արդեն իսկ եփված
սննդամթերքի վարակման։ Ձուն հենց սալմոնելոզ է պարունակում, դրա համար է վտանգավոր, թե ուրիշ խնդիրներ է առաջացնում։ Այո, կարող է սալմոնելոզի պատճառ լինել։ Ինչ դեպքերի եք ականատես եղել։ Ուշացած դեպքեր են եղել կամ ծնողը սխալ օգնություն է ցուցաբերել երեխային։ Բազմաթիվ այդպիսի դեպքեր այս եղանակին ամեն օր հանդիպում ենք։ Հիմնական դեպքերը կապված են նրա հետ, որ փորձում են անմիջապես տալ որևէ դեղորայք, մտածելով, որ այդ դեղորայքը տալը կհանգեցնի արագ առողջացմանը ու լավացմանը, հա, այդ շատ ընդունված հակալուծային դեղերն են, որոնք որ ինչպես արդեն ասի, կիրառելի չեն երեխաների շրջանում։ Երբեմն նաև արհեստական փսխում են փորձում առաջացնել, սա ճիշտ է թե սխալ։ Ոչ, եթե երեխան ունի փսխելու ցանկություն, սրտխառնոցի զգացողություն, պետք է փսխի, եթե ոչ արհեստական ինչ-որ լուծույթներ խմացնել, սոդայի լուծույթ, հա, մարգանցովկայի լուծույթ, դրանք կարող են ոչ միայն չօգնել, այլև խիստ վտանգավոր լինել եւ բազմաթիվ բարդությունների հանգեցնել։ Հակապսխումային դեղերը եւս պետք է նշանակվեն միայն բժշկի ցուցմամբ երեխայի զննումից հետո։ Այսինքն, եթե տանն են կամ չգիտեմ, անտառում եւ առկա է սննդային թունավորում, առաջին օգնությունը ո՞րն է։ Միակ ապահով առաջի օգնությունը, որ կարող է առաջարկվել, դա հեղուկների կիրառումն է։ Սովորաբար ծնողներին առաջարկում ենք, որ իրենց ճամփորդական դեղատուփում ունենան վերանացի ռեհիդրատացիոն փոշիները, որոնք որ հեշտությամբ պատրաստվում են ու դառնում են լուծույթ, աղային լուծույթներ, որն էլ ջրազրկումը հեղուկների դեֆիցիտ լրացնող շատ լավ տարբերակ է։ Եվ այդ ունենալու դեպքում արագ կարելի է պատրաստել եւ սկսել վերանացի ջրազրկման շտկումը մինչեւ մոտակա հիվանդանոց կամ բժշկին դիմելը։ Պետք է ունենալ նաև ջերմիչեցնող դեղորայք, ախտահանիչ միջոցներ, հիմնականում այսքանը ռուտին հակաբիոտիկներ ունենալ ճամփորդական դեղատուփում սովորաբար չի առաջարկվում։ Մինչև 1 տարեկան երեխաների դեպքում սննդային թունավորումը այլ կերպ է ընթանում, դրանից բարձր տարիք ունեցողների մոտ այլ կերպ։ Սիմպտոմները կարող են ավելի սակավ լինել, սակայն ավելի մտահոգիչ, հա, այսինքն ինչպես ասեմ, ասի, մինչև մի տարեկան երեխաները իրենց ցածր քաշով, ավելի փոքր քաշով պայմանավորված, շատ ավելի հեշտ ու արագ կարող են ջրազրկվել, նույնիսկ 1-2 փսխումը կարող է հանգեցնել ջրազրկման։ Սակայն կլինիկական հիմնական նշանները գրեթե նույնն են։ Այդ տարիքային խմբում թուլությունը կարող է ավելի արագ հարաճել եւ կտրուկ զարգանալ, մինչեւ 3 ամսեկաններ լուրջ ռիսկի խմբում են գտնվում եւ առաջին իսկ նշանների հայտ գալու դեպքում պետք է երեխան զննվի մանկաբույժի կողմից։ Կարևոր է նաև կրծքահասակ երեխաների դեպքում ում արդեն առաջարկվում է հավելյալ սնունդ, այդ սննդի պատրաստման անվտանգության կանոններին հետևելը, սնունդը միշտ պետք է լինի թարմ պատրաստված, պահման պայմանները եւս պետք է ճիշտ պահվեն, պետք է առաջարկվի տարիքին համապատասխան առողջ սնունդ։ Մյուս հարցը, երբ սննդային թունավորումների դեպքում այս տարիքային խմբում հաճախ ծնողները դադարեցնում են կրծքի կաթով կերակրումը կամ կաթնախառնուրդի առաջարկումը, մտածելով, որ դա կարող է վնասել ինֆեկցիայի դեպքում, պետք է իմանալ, որ պետք է շարունակել կրծքով կերակրումը կամ երեխայի այն կաթնախառնուրդը, որով սովորաբար ինքը սնվում է։ Երեխան օրինակ ոչ ջրազրկված է, բայց ջուր չի ուզում մարդը։ Հիմա ինչ անեն այդ դեպքում։ Պետք է համբերատար, փոքր կումերով, հաճախակի, խաղերով փորձել առաջարկել, որովհետև ելի եմ ասում, դա միակ անվտանգ միջոցն է բարդություններից խուսափելու համար նախքան բժշկի զննումը։ Շոկ եղանակին եւս բնորոշ է ջրազրկումը, սա եւս համարվում է թունավորում։ Ոչ, եթե չունի կորուստներ երեխան, իհարկե պետք է մի քիչ ավելի շատ առաջարկել հեղուկ, քան այլ եղանակին են ընդունում, բայց դա թունավորման հետևանք չէ, դա կարող է լինի սովորական ջրազրկում, եթե այո, բավարար հեղուկներ չխմի առանց այլ պատճառի։ Ամռանը երեխաները ավելի շուտ են ջրազրկում, քան մեծահասակները։ Երեխաները միշտ են ավելի շուտ ջրազրկում, քան մեծահասակները, որտեղ մեծահասակների պաշտպանական մեխանիզմները բնականաբար ավելի զարգացած են եւ երեխաները կարող են շատ ավելի արագ զարգացնեն բարդություններ։ Խոսենք նաեւ բարդություններից, ինչ բարդություններ կարող են առաջանալ սննդային թունավորման դեպքում։ Ամենավտանգավոր ու հաճախ տեսնվող, այսպես ասած, բարդությունը դա ջրազրկումն է, սակայն կարող են լինել այլ բարդություններ եւս, համակարգային բարդություններ, հա, ինչպես օրինակ որոշ ինֆեկցիաների դեպքում երիկամների վնասում։ Բարդությունները շատ տարբեր են, ինֆեկցիա կախյալ են, ինչպես արդեն ասացի,
տարբեր են այդ վարակները, որոնք որ առաջացնում են սննդային թունավորություններ, համապատասխանաբար բարդություններն էլ էլի շատ տարբեր են, բայց հիմնական հաճախ հանդիպող բարդությունը դա ջրազրկումն է։ Այսինքն անդառնալի հետևանքներ եւս լինում են։ Մահվան դեպքեր են լինում։ Կարող են լինել, սակայն սովորաբար զարգացող ու զարգացած երկրներում, որտեղ հասանելի են այդ լուծույթները, որոնք լրացնում են ջրազրկումը, բուժօգնությունը, շատ ավելի հազվադեպ են նման դեպքեր գրանցվում։ Իսկ պրակտիկան ինչ է ցույց տալիս, մարդիկ միանգամից հասկանում են, որ առկա է սննդային թունավորում, թե ընկնում են սար ու ձոր, թե որն է խնդիրը, նոր վերջում հասկանում են։ Դեպքերի մեծամասնությունում կապ գտնում են այն սննդի հետ, որ օրինակ հիշում են, որ գիտեք, երեխան ինչ-որ սնունդ է կերել, որը դրսում էր մնացել 3 ժամից ավել, կամ սերուցքային գրեմով պատրաստված խմորեղեն էր կերել, որը սառնանում չէր պահվել, կամ ոչ լավ եփած միս էր կերել։ Դեպքերի մեծամասնությունում այո նշում են որևէ գործոն, որը որ կարող էր պատճառ հանդիսանալ։ Իհարկե լինում են նաև դեպքեր, որ որևէ կերպ չեն հիշում արտասովոր ինչ-որ բան, որ կերած լինեն, բայց մեծամասնությունում կապ հնարավոր է գտնել։ Ըստ տարիքի հնարավոր է առանձնացնել սնունդ, օրինակ մինչև 1 տարեկաները, սա պետք է դեն 1-ից 4-ը սա, 4-ից բարձր սա, թե չէ, գոյություն ունեն կանոններ հավելյալ սննդի ներմուծման մինչև 1 տարեկան երեխաներին ինչն է կարելի եւ ինչը չի կարելի։ Արդեն նախորդող խոսքից մեջ նշեցի, որ արգելված սննդամթերքներից է մեղրը, սնունդը չպետք է պարունակի համեմունքներ, պետք է լինի թարմ, պետք է լինի անվտանգ ջրով պատրաստված։ 1 տարեկանից մեծ երեխաներին առաջարկում են ընդհանուր սեղանից օգտվել եւ անվտանգության կանոնները գրեթե նույնն են, ինչ մեծահասակների դեպքում։ Առողջ տարիքին համապատասխան բալանսավորված սնունդ։ Եվ վերջում ինչ խորհուրդ կտաք ծնողներին ինչին ուշադրություն դարձնեն։ Սննդային թունավորումների կանխման համար գոյություն ունի մի քանի պարզ կանոն, դա մաքուր ձեռքերով պատրաստված, անվտանգ ջրով պատրաստված, ճիշտ պահված սննդամթերքի կիրառումն է եւ չիրականացնել որևէ միջոցառում առանց բժշկի հետ խորհրդակցելու, բացառությամբ հեղուկներ առաջարկելը։ Իդեպ եղել է, որ իրենց տված հակաբիոտիկները վատ արդյունք են ունեցել։ Այո, միշտ կարող է ունենալ բարդություններ, կողմնակի էֆեկտներ տված ավելորդ դեղի հետևանքով։ Այսպիսով, եթե ամփոփենք, պետք է խուսափել ինքնուրույն նշանակումներ անելուց, տալուց հակաբիոտիկներ հակալուծային դեղորայք, տնական ինչ-որ միջոցներով փորձել կանխել բացառությամբ սովորական հեղուկները, եւ գոյություն ունի մի պարզ կանոն սննդային թունավորումների կանխարգելման համար, դա մաքուր ձեռքերով, անվտանգ ջրով պատրաստված եւ ճիշտ պահված սննդի կիրառումն է երեխաների շրջանում։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Մենք զրուցում էինք Ուիկմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկաբույժ Լիա Անդրեասյանի հետ։